Կամ Նիկոլ Փաշինյանը ձայների մեծամասնությամբ կվերընտրվի, կամ կլինի ընտրությունների երկրորդ փուլ։ Գործող վարչապետի աստղային քարտեզը բացառիկ հաջողակ դիրքեր է զբաղեցրել, որի պարագայում հաղթանակը անկասելի է։ Բայց մինչ այդ հունիսի 4-ից 5-ը կլինեն բացահայտումներ, որոնք գլխիվայր կշրջեն շատերի ծրագրերը։ Հունիսի 10-ից 11-ը կբախվեք դաժան իրողությունների հետ, բայց հունիսի 9-ին կարող եք գտնել այդքան սպասված ձեր երազանքի ճանապարհի սկիզբը։ Վճռորոշ շաբաթվան ընդառաջ բացառիկ կանխատեսումներով է կիսվել հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը, ում կանխատեսումները, թե դրական, թե բացասական, կատարվում են ժամացույցի ճշգրտությամբ։ Եվ երևի կկրկնվեմ 5-րդ, 6-րդ անգամ, որովհետև տարբեր հարթակներում խոսել եմ, բայց միշտ ասում եմ, որ ամեն մի քաղաքական թեմայով, երբ որ հարցազրույց եմ տալիս, տվյալ հեռուստաընկերությունը կամ լրատվական տեղեկատվական հարթակը, նրանք կտրում են այն մասն են դնում, որ մասը, որ իրենց դուր է գալիս, բայց միշտ ասում եմ, որ իմ կամքը սահմանափակված չի, բոլոր այն հարթակների հետ, երբ որ ես աշխատում եմ, չկա այդպիսի բան, որ ես խոսեմ, իրենք դա չտեղադրեն կամ արգելեն չկա։ Իհարկե գովազդներում դնում են նախընտրելի այդ հատվածը, որպեսզի համապատասխան դիտումներ լինեն։ Ասեմ, որ միշտ նշում եմ, որ նա երկվորյակ է, Պլուտոն, Ուրան, երկու մոլորակները, դրանք շատ դանդաղ են պտտվում տիեզերքում, այդ 12 կենդանակերպերում, Ուրանը 84 տարի մեկ է լինում մի կենդանակերպում, Պլուտոնը մոտավորապես 200 տարի մեկ։ Նրանք եկել են մեծ տրիգոն, աստղաբանները տրիգոն է կոչում, շատ բարենպաստ դիրքավորում են ստեղծել իրար հետ, արդեն իսկ համարյա թե վերջնականապես Ուրանը, որ մտավ երկորյակ ապրիլին էլ, Պլուտոնը անցած տարի նոյեմբերին, եւ այդ կոնֆիգուրացիան շարունակելու է տարի-տարուկես։ Բացառիկ բարենպաստ դիրքավորում է օդի տարերքի ազդեցության տակ ծնվածների համար։ Նրանք, ովքեր ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում, ովքեր որոշել են զարգացնել իրենց գիտելիքների մակարդակը, ովքեր այդ հարթակներում գործունեություն են ծավալում։ Անցած անգամ ձեր հարթակում ես վարչապետի քարտեզը ներկայացրել եմ, որ իր ծնված պահին նա արևով եւ Մերկուրիով, արևն ու Մերկուրին գտնվում են երկորյակի կենդանակերպում, այսինքն խոսում է, ակտիվ է, բանակցում է, ներկայացնում է, բայց քանի որ Մերկուրին երկորյակում է, ցուլում չի, այդ ամենը կարծես խարսխում չի ստանում։ Դրա համար էլ երբեմն որոշ խոսույթներ, որոշ այդպես խոստումներ հնարավոր է, որ չկատարի, պետք է ճիշտ ասենք, բայց այս պահին այնպես է ստացվել, որ իր քարտեզը գտնում է բացառիկ բարենպաստ դիրքերում, բացառիկ եւ 51 տարեկան այդ շրջափուլում նա ունի բացառիկ դրական դիրքեր։ Եթե ընտրություններ լինեն 1-2 տարի հետո, նրա մոտ հնարավորություններ նվազում են, նույնիսկ եթե աշնանային ամիսներին օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, այդ դեպքում արդեն Յուպիտերը անցնում է առյուծի կենդանակերպ, հնարավորությունները անցնում է ավելի շատ կրակի կողմը, իսկ առյուծի կենդանակերպի ազդեցության տակ ծնված է Սամվել Կարապետյանը։ Նրանք պայքարը երկուսի մեջ կընթանա, ես դեռևս դրա մասին ասեմ 25 թվականի հոկտեմբերին ձեզ մոտ է, ձեր հարթակում եմ ունեցել, ասեմ, եթե հանկարծ ընտրություններ լինի, հավանական թեկնածուներ նրանք են եւ նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը ունի այսպես շատ հետաքրքիր արևի երկորյակում, Պլուտոնը կշեռքում, հիմա Պլուտոնը ջրհոսում է մեծ եռանկյունի դիրքավորում, որը հնարավորություն է տալիս, իսկ երկորյակը ընտրություններ են, Ուրանը նորագույն տեխնոլոգիաների միջոցով եւ նախորոք նա կարողանում է ավելի հմտորեն այդ քարոզարշավը տանել եւ դե հնարավորությունը կա իրական կյանքում նաեւ աստղաբանորեն այդ ամենը հանգուցալուծման տանը։ Այսինքն հունիսի 8-ին կրկին վերընտրվելու է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես կարծում եմ, որ երկու փուլ է լինելու, որովհետև արևը երկորյակի կենդանակերպում է, բայց ձայների այսպես մեծամասնությունը համեմատական կարգով նա կարող է վերցնել։ Տարբեր ձեր գործընկերներից շատերը նշում են, որ հունիսի 8-ից հետո հնարավոր են տարբեր բախումներ, անգամ արունահեղություններ չեն բացառում, այս առումով ինչ են խոսում աստղերը։ Իմ գործընկերներից չգիտեմ ովքեր են ասել, բայց ես դրա մասին խոսել եմ Արեգ TV-ում, դա 2-3 շաբաթ առաջ էր, այնտեղ եմ նշել, որ բարդ օրեր կան,
բարդ օրեր հենց ամսի 15-16-ին ուրա Լուսինը, ամսի 10-ին Լուսինը խոյի կենդանակերպում են, այո, բախումներ կարող են լինել։ Իմ գործընկերներից միայն Տիկին Լուսյանն է իմ հիմնական գործընկերը, չգիտեմ այդպիսի խոսույթ եղել է թե ոչ, մնացածները կարծեմ չեն էլ արձագանքում, եթե իհարկե գործընկեր են կոչվում, որտեղ գործընկերները ընդհանրապես ունենում են դրական փոխհարաբերություններ։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Այդ դեպքում, հա, ես ռուսական յուրաքանչյուր բանիմաց եւ գրագետ մասնագետի կարող եմ իմ գործընկերը անվանել, որովհետեւ եւ զարմանում եմ, եթե դուք լսում եք, այսպեսի մի հարց եմ ուզում տալ, դուք լսում եք ռուսական լսարանը, այն ինչ տիրում է մեր երկրում, թեկուզ հենց մեր շրջանակներում, այնտեղ նույն իրավիճակն է, նույն ձև, նույն կերպ են վարվում մեկը մյուսի հետ աստղաբանները, էզոթերիկները, նույն լարվածությունն է, թե ոչ։ Դուք լսում եք, չեմ լսում։ Գործընկերային այդ հարգանքը մեկը մյուսի հանդեպ եւ առհասարակ այն ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, հա, տարբեր գործընկերների շրջանում որևէ նորմալ երկրում նման բան չի կատարվում։ Լարված փոխհարաբերություններ չկան, այո, ցավալիորեն, բայց բոլոր դաշտերում է, դա երևի մեր ազգային մտածողության եւ մեր գեների մեջ է, որ նրանք հայերը միշտ պարակտված են լինում, հուսամ, որ այսուհետ այս օրերին այդ բախումներն էլ եթե լինեն, ապա մեր ժողովրդի մի կբերի իր անցածուղին եւ կփորձի մոտակա տարիներին համահունչ ապրել եւ դիեզերքել եւ կառուցել մեր ապագան։ Տիկին Գայանե նաև խոսվում է, որ այս շաբաթ, հա, մինչև ընտրությունները կրկին սպասվում են նոր բացահայտումներ, կոմպրոմատների պատերազմ է ընթանալու, ինչ են խոսում այս մասով աստղերը։ Ամսի 4-ն ու 5-ն է, Լուսինը ջրհոսի կենդանակերպում է, այո, բացահայտումներ կարող է լինել, համացանցային, դրանք ներկուսակցական, ներգաղափարական այդ հարցերի շուրջ կարող են լինել, ջրհոսընկերներն են նաև, այդպիսի դեպքեր հնարավոր է լինեն, բայց բացառապես բարդ դիրքեր կան, հիմա դիտարկեմ, ասեմ ձեզ, դա ամսի 10-ն է, երբ որ Լուսինը լինելու է խոյում, բայց ամսի 9-ի համար կհիշեցնեք, ես շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր դիրքավորման մասին կարող եմ ասել ձեզ, այո, 10-ը բացառիկ խոյի կենդանակերպում է, խեցգետնում լարված դիրքեր կա, ճիշտ է, երկորակում օգնող հանգամանքներ, 10-ը եւ 11-ը բացառիկ բարդ օրեր են դրանք, կարևոր գործեր այդ օրերին չեն կատարում, որովհետեւ խոյը ակտիվություն է, անզսպություն է, կոնֆլիկտ եւ ագրեսիվություն։ Իսկ մենք ունենք մոլորակներ խեցգետնում, որոնք ուղղակի կարող են կոնֆրոնտացիայի մեջ մտնել։ Այո, Յուպիտերն է խեցգետնում, նաև Սատուրնը խոյում է երկու սոցիալական մոլորակների լարվածության կմիանա Լուսինը եւ ավելի բարդ ֆոն կտա։ Այս սոցիալական մոլորակները դրանք ենթադրում են սոցիումում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ նշեցիք, որ ունենք նաև դրական դիրքավորման օրեր, մասնավորապես հունիսի 9-ը շեշտադրեցիք, ինչ սպասել այդ օրը, ինչպես պատրաստվել, որպեսզի այդ դրական ազդակները յուրաքանչյուրը կարողանա իր վրա զգալ։ Այդպիսի մի օր եղել է 2025 թվականի օգոստոսի 11-ին, դա նավասարդի օրն է եղել, որտեղ Վեներա եւ Յուպիտեր մոլորակները միացել են խեցգետնի կենդանակերպում։ Խեցգետինը ընտանիք, Յուպիտերը դա լուսընթագն է, Վեներան արուսյակն են։ Աստղագիտական տերմինաբանությամբ լուսընթագն ու արուսյակը ամուսնացել են, այդպիսի փոքր նյութեր, թե հաղորդումներ չեմ հիշում, երբ որ հեռարձակվեց ես տեսա, բայց գիտեի, որ Վեներան Յուպիտերը միանալու է, բայց չգիտեի, որ այդ մեջ շուքով մեր հայ աստղագիտական այդ շրջանակներ նշելու են, նրանք նշել էին Սիսիանի քարահունչ, Սիսիան գորից այդ ճանապարհին գտնվող, ասել են, որ աստղագիտական հարսանիքերի, տիեզերական հարսանիք, եւ ինչն էր հետաքրքիր, որ Վեներան, Յուպիտերը խեցգետնում, նրանք դրական դիրքեր Լուսնի հետ ձկներում։ Լուսինը կրկին ընտանիք օջախ, ձուկը կրկին տիեզերական հարսանիք խեցգետինը։ Եվ այդ նույն դիրքավորումը կրկնվում է հունիսի 9-ին, 8-ի երեկոյան Վեներա, Յուպիտերը արդեն կմիանան ուղիղ նույն աստիճանի վրա կլինեն, 9-ին համահավասար, հետո Վեներան կանցնի։ Եվ 9-ի առավոտյան հունիսի դեռ Լուսինը մինչև 12-ի մոտակայքը կեսօրին կգտնվի ձկների կենդանակերպում մեծ տրիգոն դիրքավորում, ձեր երազանքները
երազանքները կարող են կատարել։ Սա բացառիկ դիրքավորում է։ Մեկ այդպիսի նորալուսին ունենք մենք մայիսի 17-ի մոտակայքում, որ նորալուսինը Յուպիտերի հետ ուներ դրական դիրքեր։ Ինչու եմ ասում բացառիկ, որովհետև Յուպիտերը 12 տարի հետո է այստեղ լինելու։ Վեներան ամեն տարի պտտվում է, բայց Յուպիտերը 12 տարի մեկ, եւ լուսնի հետ դիրքերը դա բացառիկ դիրքեր երազանքների կատարման համար աղոթեք, կարող եք այդ եթե գնաք եկեղեցի գմբեթի տակ աղոթեք, եթե ձեր տանը անկյուն ունեք, որտեղ զգում եք, որ ձեր խոսքը հասնելու է այդ վերին ուժերին, դուք այդ անկյունում ձեր տան մեջ նույնիսկ դուք պաշտպանված եք, անպայման ձեր խոսքը, ձեր աղոթքները տեղ է հասնելու։ Միշտ ասում եմ այդ աղոթքը եւ չեմ դադարելու, որտեղ գիտեք ինչ հրաշքներ են լինում։ Եթե երեխա եք ցանկանում ունենալ, ասում եք Տեր Աստված, պարգևիր մեզ ֆիզիկապես, հոգեպես, մտավոր, առողջ երեխա։ Տեր Աստված, ներիր մեր գիտակցված, չգիտակցված մեղքերը, ազատիր կարմայի կապանքներից։ Եվ նաև եթե ձեր մտքերը մաքուր են, ձեր նպատակները մաքուր են, ապա ձեր երազանքը մոտակա ժամանակներում կկատարվի նույնիսկ մինչև հունիսի 30։